Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մենք ուղիղ եթերում ենք, այսօր մեր հերթական քննարկումն է։ Քննարկման թեման է խաղաղության եւ արդարության մարտահրավերները Հայաստանում շարունակվող հիբրիդային պատերազմի եւ թերի արդարադատության համատեքստում։ Այդ մարտահրավերները չէին կարող չլինել եւ դա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնենք մեր պետության սուվերենության հակառակորդները ինչ ռազմավարությամբ են առաջնորդվում։ Այլ է հարցը, թե մենք որքանով էֆեկտիվ ենք դիմագրավում այդ ամենին, որքանով էֆեկտիվ է պետությունը, քաղաքական դաշտը որքանով է համարժեք դրան, հասարակությունը, քաղաքացիները, սա մի գործ է, որը պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, սա այնպես չէ, որ միայն պետության անելիքն է կամ միայն X կամ Y քաղաքական ուժի, այստեղ յուրաքանչյուրս ունի իր անձնական պատասխանատվությունը հետևելով այն սկզբունքին, որ պետությունը նախ եւ առաջ մենք ենք, քաղաքացիներս, անկախ նրանից, թե ով ինչով է զբաղվում կամ ով ինչ դիրք է զբաղեցնում։ Այսօրվա մեր քննարկմանը կմասնակցեն իրավագետ եւ իրավաբան Արտաշես Խալացյանը, ողջույն Արտաշես, Ազատամարտիկ եւ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, ողջույն Վարդան, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման, եւ ես Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս։ Եվ ուրեմն սկսենք նրանից, որ այս ընտրությունները թե միջազգային մամուլը, թե ներսի այսպես վերլուծաբանները, ավելի շատ աշխարհաքաղաքական են համարում այս միջազգային համատեքստում, համարում են նաև պատերազմի եւ խաղաղության ընտրություն, համարում են արդարությունը պաշտպանելու ընտրություն եւ այս ամենն էլ մենք հասկանում ենք, որ ունի շատ հստակ համատեքստ, այդ համատեքստը այդ հիբրիդային ճնշումներն են, որը կա մեր երկրի վրա եւ արդարադատության համակարգը, որը կարելի է ասել այս 8 տարվա ռեֆորմների արդյունքում վայեն ռեֆորմին, ընդ որում դրա մասին խոսում է նույն ինքը նաեւ իշխանությունը։ Հիմա եթե արդարադատությունը չի պաշտպանում արդարությունը, այլ դրա ինչն է արդարադատություն, համեցեք։ Իրականում կարծում եմ, որ այս ընտրությունները պատերազմի եւ խաղաղության մասին չեն, այլ այս ընտրությունները ըստ էության նախկինի եւ ներկայի, անցյալի եւ ներկայի, նախկին եւ ներկա, այսպես ասենք, քաղաքական համակարգերի միջև է։ Այսինքն, այլ կերպ ասած, պատերազմ թե խաղաղություն այդ դիխոտոմիան ներմուծվել է արհեստականորեն եւ ես հեռու եմ այն մտքից, որ հիպոթետիկ եթե վերցնենք նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչները եթե գան իշխանության, նրանք հաստատապես չեն պատերազմելու Ադրբեջանի հետ, ոչ էլ մեկնելու են առաջնագից, այլ պարզապես վերականգնելու են այն, այսպես ասենք, աշխարհաքաղաքական հաշվեկշիռը, որ գոյություն ուներ նախկինում։ Այսինքն այստեղ հարցը թե իրականում մենք ուզում ենք ապրել ազատ ժողովրդավարական առաջադեմ երկրում, թե ուզում ենք մնալ, այսպես ասած, պատմության հետնաբեմում եւ մնալ, ասենք, անցյալի, այսպես ասենք, շողքի ներքո։ Այսինքն այն մոդելը, որը գոյություն է ունեցել նախքան 2018 թվականը, այն ռեինկարնացիայի վերակենդանացման մասին է գործող իշխանության այլընտրանքներից մեկը, հա։ Ինչու եմ ասում այլընտրանքներից մեկը, որովհետև այո կան քաղաքական համակարգում առողջ ուժեր, որոնք իհարկե չունեն այն ֆինանսական, իհարկե ոչ բարեխիղճ գործունեության արդյունքում ձևավորված ֆինանսական
ռեսուրսները, ինչպես այդ ընդդիմության այդ սեգմենտը, բայց եւ այնպես չունեն այդ ռեսուրսները եւ դա է պատճառը, որ առաջին հայացքից մենք սոցիալական ցանցերում կարծես այդ սև սպիտակն ենք մենակ միայն տեսնում, իսկ կան նաեւ այլ գույներ։ Եվ հետեւաբար այս համատեքստում ես կարծում եմ, որ խոսքը ժողովրդավարական հեղափոխության արժեքների պահպանման, թե ռևերսի մասին է, ահա ընտրությունների իրական իմաստը։ Իսկ պատերազմ թե խաղաղություն, ես կարծում եմ, որ սա արհեստական օրակարգ է, ավելին ասեմ, նույնիսկ նախորդ քաղաքական ռեժիմի ներկայացուցիչները պարազիտանալու են այդ խաղաղության վրա, իրենց էլ է դա ձեռք տալիս, եւ ավելին ասեմ, դա քաղաքագիտական ճշմարտություն է դեռ Պլատոնից եկած, որ պատերազմում են այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կապիտալի նախնական կուտակման փուլը, դրանից հետո իրենք եւս շահագրգռված են խաղաղության մեջ։ Այնպես որ այստեղ ես կարծում եմ զուտ սա մի օրակարգ է, որով նրանք կարող են փորձել ինչ-որ քվեներ տանել։ Դե ոչ են ասելու պայքարում են կոռուպցիայի դեմ, իրենց կհիշեցնեն իրենց տարիները, հա, ոչ են ասի պայքարում են անգրագիտության դեմ, իրենց կհիշեցնեն իրենց կառավարման տարիները։ Միայն սա միայն այսպես ասենք միակ հարցն է, որտեղ իրենք կարող են որոշակի շատ նվազ, բայց ընտրազանգված գեներացնել, այսպես ասենք կեղծ ազգայնական լոզունգների ներքո։ Վարդան, մենք տեսնում ենք հետևյալը, որ այս պայմաններում, երբ խոսում ենք հիբրիդային ներգործության, ազդեցության, ճնշումների մասին, Ռուսաստանը մեզ վրա այսպես արտահանում է վախ, քաոս, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, իրար նկատմամբ, դե իսկ Ռուսաստանի շահերը սպասարկողներն էլ այստեղ զբաղված են տիրաժավորելով պատերազմի վտանգը ճակերտավոր եւ նաեւ թշնամանքը եւ չեղած տեղից էլ այսպես իրենց այդ տիրաժավորման համար հիմքեր են փնտրում եւ ահա օրենքը պարզվում է որևէ ձևով փաստորեն չի խոչընդոտում, հա Այն չեմ հիշում ով էր ասել, որ աշխարհում բոլոր ստորությունները արվել են օրենքով։ Համեցեք։ Հիմա փաստորեն մարդու ընտրական իրավունքի ու կամքի վրա բռնանալը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է։ Բավականին խիստ պատիժ կա դրա համար։ Այո։ Բայց Ռուսաստանի համար, քանի որ մենք պետություն չենք համարվում, իդեպ ասեմ, իրենց տեսակետից Եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ կա Կրեմլի մտքին, պետք է տեսնենք, թե ինչ կա ուրեմն Սալավյովի եւ Դուգինի լեզվին։ Նրանք բացահայտ պարզ լեզվով հայտարարեցին։ Այն ինչ որ Պուտինն ամաչում ասեն, նրանք ասում են։ Սալավյովն ինչ ասեց, վերջ, խաղը ավարտված է։ Մենք թքած ունենք միջազգային իրավունքի եւ իրավակարգի վրա։ Ասում է, եթե պետք լինի, զորք կմտցնենք Հայաստան։ Դե ասում է, Հայաստանը մեր համար Վենեսուելան կորցնենք, Ուկրաինան լրիվ կորցնենք, այդքան մեծ կորուստ չի, ինչքան Հայաստանի կորուստը։ Իսկ բանը ինչ ասում, Դուգինը հետևից շարունակ է, չէ, ասում է, բանը Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կազմում, պետություն չպետք է ունենա։ Այսինքն, այս ընդրությունը, այս սուվերենությունը մեզ դեմ է։ Այո, այս կռիվը մեր պետությունը, պետականությունը, մեր ինքնությունը փրկելու համար է, որտեղ ռուսները մեր 300,000 քառակուսի կիլոմետրը հերթով կերան մաշեցրին, մնացել է 10%-ը, էս էլ են ուզում կուրտան կամ վաճառեն, որ մենք դառնանք քրդերի ու ասորիների նման առանց հայրենիք ազգ։ Երբ որ ես բոլոր բաները լսում եմ, չէ, ժամանակը կփորձեմ շարաշահել, բայց ես օրինակը ուզում եմ անպայման լսեք։ Հայտնի ռուս գրող Բուլգակովի ստեղծագործություններից մեկում պրոֆեսորը բժշկական Պրեաբրաժենսկի բժշկական միջամտությամբ շան է ուզում են մարդ դարձնել եւ կարծես նրա մոտ է գիտափորձը ստացվում է շունը կոստյում է հագնում, փողկապ է կապում, անդամագրվում է այդ ժամանակվա
առաջադեմ կուսակցություններից մեկին դառնում է падգամավոր։ Ուրեմն Պրեբրաժենսկին գորոզ հայտարարում է, թե իմ գիտափորձը արդեն կատարյալ ստացվել է։ Ես շանը մարդ դարձրի։ Բայց հետագայում է շունը հենց կատու է տեսնում, սկսում է հաճել։ Հետո Պրեբրաժենսկին նորից հայտարարում է, որ մենք դա չստացվեց, իմ մոտ չստացվեց, պարզվում է, որ վերադարձում է հիմա պարզվում է ինչա պարզվում, որ ռուսները մի ուրիշ գիտափորձ են անում։ Մարդուց ուզում են սարքել շուն։ Եվ այդ մարդու օրինակը Ռուսաստանում հարստացած մեր օլիգարխներն են, որոնք որ մեր Ռաֆայել Պատկանյանը անվանել է ռուսական էթնոսի թելմացքը, մնաց տականքը։ Հիմա այդ տականքներին ուրեմն ուզում են ռուսները ոչ թե ժողովրդին ընդեի։ Իդեպ այդ ժողովրդին իրանք ժողովրդի հետ գործ չունեն։ Այդ հարուստներին, օլիգարխներին են հավաքագրում, ուրեմն վերածում են դրանց շան, հրահանգ են տալիս, ֆաս։ Ուրեմն ձեր այսքան մարդ, այսքան փող, ձեր գրպանից պետությունը փող չունի, ռուսները աղքատացել են։ Ռուսական նավը սուզվում է։ Պիտի փրկեն նավը, բայց անհնար է, չեն կարող փրկել։ Եվ հիմա այս մարդկանց ուզում են ուղարկել Հայաստան։ Եվ մեր օրենքները, դա գիտես ինչ, մենք մեր մոտ օրինակ հիմա կինը ամուսնուն, եթե հարգադրի ասի ու մնդրեք, կբռնեն կդատեն, չէ՞։ Դե օրենքը ամենայն ֆորմալ դա է։ Հա, բավոց սրանց նախիրի են վերածում այդ ժողովրդին։ Դա չի ասնում։ Դա չի ասնում։ Այս ո՞տ պիտի լինի այս պատմությունը։ Երբ որ այդ օլիգարխին շուն են սարքել, շուն, եւ ինքը էլ հայրենիք չունի, այն Իսահակյանի խոսքերով ասած, նրանք Հայաստանը ատում են ավաղ եւ հայրենիքը, Պերճ, Արոտավայր հարուստների ցոփ։ Իսկ այդ հողը աղքատները, որ հողի հանդեպ քար են կրծում, դրանց սարքում են նախիշ եւ բերում են Հայաստան, որ քվեարկեն, որ մենք պետությունը կորցնենք։ Այս սրա մասին պետք է մտածենք մենք։ Փաստորեն Հայաստանը ունիկալ չէ իր այս երկընտրանքի մեջ, շատ նորաստեղծ անկախ պետություններ են նման մարտահրավերի բախվել կամ նոր ազատություն ստացած երկրները, այդ թվում նաև Արևելյան Եվրոպայում եւ ռուսներն էլ իրենց այդ հիբրիդային հարձակումները այսպես կիրառել են եւ կամ միջազգային փորձ ոնց են դրան դիմագրավում։ Մենք տեսանք շատ հայտնի, շատ է հիմա ասվում Մոլդովայի փորձ, բայց կա նաեւ Ռումինիայի փորձ։ Մենք տեսնում ենք, որ նման մարտահրավերների բախվել է եւ Գերմանիան, եւ Ֆրանսիան, եւ Լեհաստանը։ Համեցեք։ Բայց մենք ունենք մեր առանձնահատկությունը եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք մեր դեպքին եւ իհարկե մշտապես ունենալով միջազգային փորձը մեր լուծումները պիտի լինեն մեր իրականությունից բխող եւ ակնհայտորեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ թերապևտիկ միջոցները բավարար չեն ներկա մարտահրավերները ուրեմն հաղթահարելու համար։ Մեզ վիրահատական միջոցներ են պետք եւ այդտեղ հատու միջոցներ են պետք։ Ու ես համաձայն եմ պարոն Մալխասյանի հետ այն մասով, որ իրականում թերևս ոլորտների պատասխանատուները ամբողջությամբ գուցե դեռևս չեն պատկերացնում, թե ինչպիսի ծայրահեղ ճակատագրականության հետ ենք մենք այս պահին առերեսվում եւ վարչապետը նախորդին ասում էր, որ ինքը վստահ է, որ Ռուսաստանի հայերը կգան եւ կտեսնեն փոփոխությունները եւ կքվեարկեն հոգուտ այդ փոփոխությունների։ Հույս ունեմ, որ ամեն ինչ այդքան պարզունակացնել եւ այդքան միամիտ չի գտնվի քաղաքական իշխանությունը եւ գործուն ջանքեր կգործադրի, որովհետեւ հասկանում ենք, որ այն միջոցները, որոնք ընտրել են մեր քաղաքական հակառակորդները, չի կիրառվել միջազգային եւ որևէ ուրեմն օրինակով, օրինակ ոչ Մոլդովայում, ոչ մյուս երկրներում, օրինակ 100,000 մարդ Ռուսաստանից բերելու մտադրության մասին մենք չգիտենք։ Իսկ այստեղ ահռելի միջոցներ են եւ այստեղ գալիս է
փաստելու իրողությունը, որ Հայաստանը Ռուսաստանի համար չափազանց կարևոր ոսկոր է եւ իրենք որոշել են այդ ոսկորը ուրեմն կլել այնպես, որ ցույց տան, որ իրենք կարողանում են այլևս հետխորհրդային տարածքում խաղի իրենց կանոնները հաստատել։ Իհարկե չափազանց կարևոր արձանագրումներ եղան, Արտաշեսը խոսեց այն մասին, որ իրականում փոփոխություն է լինելու միայն այսպես ֆասադի եւ ոչ մի պատերազմ չի լինելու, բայց ակնհայտորեն մենք հասկանում ենք, որ այդ փոփոխությունները լրջագույն ոչ միայն պետականության հետ ուրեմն նոր իրողություններ են առաջ բերելու, այլև մենք հաստատապես ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնության նոր համաձայնության ականատես ենք դառնալու, որը ունենալու է շատ կոնկրետ հետևանքներ։ Հայաստանը տարածքային կորուստներ է ունենալու։ Աբխազացում է սպասվում։ Այսինքն ռուսները, թուրքերը եւ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի հետ անելու են ինչ որ ուզեն եւ մենք որևէ բանով չենք կարողանալու դիմադրել։ Եվ սա այն հիմնարար հարցն է նաեւ, որ մեզ մղում է առավել պատասխանատվությամբ այս ընտրություններին մոտենալ։ Եվ ընդհանրապես խաղաղության ու արդարության մասին ենք մենք խոսում։ Կարծում եմ ոչ խաղաղությունը եւ ոչ արդարությունը չի կարող կախված լինել առասարակ այսպիսի անորակ ընդդիմությունից եւ մի քաղաքական իշխանությունից։ Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք թե խաղաղությունը ամրապնդենք քաղաքական լուրջ մեծ կոնսոլիդացիայով եւ համախոհությամբ եւ հատկապես արդարության հետ կապված այն բոլոր մտահոգությունները, որոնք մեզ ուղեկցել են վերջին 7 տարիներին, կարողանանք դրանք իրապես որակական փոփոխությունների հասցնելու համար ուրեմն անհրաժեշտ այդ փոփոխությունների եւ բարեփոխումների շուրջ անհրաժեշտ համախոհություն ստեղծենք քաղաքական դաշտի։ Տեսեք, չկա արդարություն, չկա պետություն։ Եվ մեր աչքի առաջ այս օրերին մի քանի ցցուն օրինակներ, հա, պարզվեց, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյան ընտրություններ չի կեղծել։ Դատավորը արդարացրեց Գագիկ Ծառուկյանին մի բան, որ մեր աչքի առաջ է տեղի ունեցել, մեզ հետ է տեղի ունեցել։ Եվ տեսեք, որ քաղաքական դաշտում այդպես տենց լուրջ արձագանքներ էլ չեղան։ Սաշիկ Սարգսյանը կալանավորվելու որոշում կայացվեց իր վերաբերյալ, երբ որ ինքը արդեն Կալիֆոռնիայում է։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն օր այս հուսահատությունը ավելի ու ավելի խորանում է եւ մարդիկ ավելի քիչ են վստահում սեփական պետությանն ու սեփական իշխանությանը, որովհետեւ նաեւ արդարության այս առանձին արտահայտություններն են ձևավորում վստահություն սեփական իշխանության, սեփական ինքնիշխանության եւ պետության նկատմամբ։ Ու այս օրինակները մարդկանց նաեւ հուսահատության են հասնում, դե ումա պետք է ինքնիշխանությունը, որ պետք է այսքան ջանք ներդրում եւ եռանդ տնենք։ Դառնանք Ռուսաստանի վասալը վերջացնենք։ Այս զգացողություններն են մեր մեջ փորձում ամրապնդել։ Ու իշխանության անհետևողականությունը ընդհանրապես արդարության հաստատման ուղղված։ Ես ազգային ժողովում այս իմ առաջին հարցերից է։ Ես չեմ տեսել բավարար ոչ ջանք, ոչ կամք, ոչ հեղափոխական լուծումների, այսպես գնալու պատրաստ ոչ падգամավորներ, ոչ էլ գործադիրում եմ տեսել այդպես նախանձախնդիր վերաբերմունք։ Բայց սա հարցերի հարցն է, որտեղ եթե չկա արդարություն, չի լինելու խաղաղություն։ Եթե մենք ներսում այս արդարության զգացումը իրապես արդարության հասնելու մարդկանց այս ձգտումներին չկարողանանք իրական լուծումներ տալ եւ իրական քայլեր անել այդ ուղղությամբ, մարդիկ բավարար ջանք չեն գործադրի խաղաղության հաստատման համար։ Դրանք շատ պակապակցված են եւ առանց արդարության հաստատման չի լինելու խաղաղություն, առանց արդարության չի լինելու պետություն առասարակ։ Եվ այստեղ որին հասնելու համար մեզ պետք է խաղաղություն։ Եվ այստեղ լրացնելով պարոն Բաբաջանյանին ասեմ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները
անվանում են այլ կերպ կուսակցությունների եւ դատարանների երկիր։ Այսինքն երկու առանցքային ինստիտուտ կա, առանց որոնց պետությունը որպես այդպեսին գոյություն ունենալ չի կարող։ Կվերածվի ուղղակի բուտաֆորիայի, համայնքի ուղղակի զուտ։ Կուսակցություններ, առանց որոնց դու չես կարող խոսել ոչ խորհրդարանի, ոչ պարլամենտարիզմի, ոչ խորհրդարանի գործառույթի լրիվության մասին։ Ամերիկան 4 պրեզիդենտական։ Այո, բայց առանց կուսակցական բազիսի դու կունենայիր ոչ թե ուժեղ 4, ինչպես ասեցիք, նախագահական պետություն, այլ դու կունենայիր ուղղակի միապետություն։ Կուսակցություններն են, որ թույլ են տալիս անձերին, այսպես ասած, մնալ իրենց շրջանակում, ապահովել անձանց անընդհատ ռոտացիա, ներքին մրցակցություն, եւ երկրորդը դատարանները։ Եթե չլինեն դատարանները արդար, անկախ, ինքնուրույն եւ անաչառ ճշգրիտ կադրային, այսպես ասած, վիրահատական եւ միևնույն ժամանակ, այսպես ասենք, շատ զգուշ կադրային քաղաքականությամբ եւ նաեւ, այսպես ասենք, հանրային լայն կոնսենսուս ապահովելով այդ կադրային քաղաքականությունը ապահովելու ուղղությամբ դու կունենաս դատարաններ առանց արդարության։ Այսինքն դու կունենաս ուղղակի մաքուր ֆորմալիզմ, դու կունենաս ձևապաշտություն, հա, հար եւ նման 5 կտակարանի փարիսեցիներին, որոնք որ հասել էին ի վերջո այնպիսի մի հակացության, երբ Քրիստոս ասեց ի վերջո մարդն է շաբաթ օրվա համար, թե շաբաթը մարդու։ Եվ եթե մենք ուղղակի ուզում ենք իմիտացիայով զբաղվել, այո, մենք ունենք տասնյակ կուսակցություններ, դատավորներ էլ ունենք, օրենսգրքեր էլ ունենք դատավարական։ Չենք, բան, այո, ցուցանոց։ բայց ինչ կուսակցություններ մենք ունենք։ Հայ ընդհանրապես ես ասեմ, սահմանադրական բարեփոխումները բոլոր ժամանակների եւ նախ այսպես այդ հայեցակարգերը լի են եղել տարբեր այսպես ճռճռան բառամթերքով, խորհրդարանի վերահսկողական լիազորությունների ամրապնդում, գործադիր իշխանության հետ հավասարակշռության ապահովում եւ այլն, բայց դուք չեք գտնի գետ մեկ նախադասություն կուսակցական ռեֆորմի կամ կուսակցությունների սահմանադրական ինստիտուցիոնալացման մասին։ Այլ կերպ ասած, կուսակցությունները ինչ սահմանադրական նշաձողի պետք է համապատասխանեն որպես քաղաքական կառույցներ։ Ի վերջո, եթե չկան այդ կուսակցությունները, խորհրդարան, կառավարություն եւ այլն, դա ընդհանրապես ցուցանակներ են։ Ի վերջո, խորհրդարանը դա կուսակցությունների մրցակցության ֆորումն է։ Կուսակցությունները ապահովում են խորհրդարանի միջոցով կառավարության ձևավորումը, այսինքն ամբողջը պատտվում է կուսակցությունների շուրջ։ Եվ դատարանները, չլինեն դատարանները, քաղաքականությունը կխժռի ամբողջ հանրային տիրույթը, այսինքն այդտեղ էլ իրավունքի գերակայությունը։ Եթե այս երկուսին երկու հիմնարար ռեֆորմները մենք թերի ենք թողնում կամ չենք անում, մնացածը ուղղակի իմիտացիա է եւ դա մոտավորապես նման է նրան, որ դու ուղղակի բանան ես բեկ նամեստի տարբերակն է, այսինքն դու ուղղակի վազում ես, բայց չես շարժվում։ Արտաշես, թե պետությունը ինչպես է վերաբերվում այս խնդրին, դրա ամենապերճախոս վկայությունը ազգային ժողովի նախագահի այն հայտարարությունն էր իր ճեպազրույցներից մեկում վերջերս, երբ հարց եղավ թե ընդդիմության որակի մասին եւ այլն, նա ասաց դե իհարկե ձայների 100%-ը մենք չենք ստանալու, մենք կստանանք 60-65, այն մնացածը ով կտանի, մեզ համար ինչ տարբերություն։ Այս ամենը, այո, խոսում է որ մի բանի մասին, որ քաղաքական միջավայրի բարենպաստ միջավայրի, որը թույլ կտա թե խաղաղությունն ինստիտուցիոնալացնել, թե արդարությունը, կամարական վերաբերմունքի հետ մենք գործ ունենք, որ այն ընկալումն է, որ դա մի բան է, որ պետք է այսպես ինքնստինքյան տեղի ունենա, դե կամ տեղի չունենա, տեղի ունենա լավ է, տեղի չունենա, դե էլի վատ չէ։ Մենք մեր 60%-ի տերն ենք, իսկ 60%-ից այն կողմ կարող է խոթնել չաճել։ Համաձայն։ Տեսեք, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Ազգային ժողովի նախագահը որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ իրենց տեսանկյունից միանշանակ ճիշտ է, բայց այստեղ մի շատ կարևոր կարճաժամկետի է ճիշտ։ բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Գոյություն ունեն
ոչ քաղաքական ինստիտուտներ, օրինակ իրավապահ համակարգ, օրինակ հատուկ ծառայություններ, որոնց նպատակն է ապահովել ժողովրդավարական ընտրանք, այսինքն զտել դաշտը, ոչ թե ապահովել ասենք կուսակցությունների կադրային բազան, ոչ թե ձևավորել արհեստականորեն բուծել կուսակցություններ, ոչ, այլ պարզապես մի ընդհանուր սահմանադրական նշաձողի բերել քաղաքական դաշտը։ Հետո արդեն թող քաղաքական դաշտը ինքնակարգավորվի։ Վերջո Մոսկվան մեկ օրում չի կառուցել, ակնհայտ է, որ մենք չենք կարող այս բանին խոսել, չգիտեմ, զարգացած դեմոկրատիաներին բնորոշ քաղաքական համակարգերի մասին, բայց գոնե ապապետական եւ ոչ լեգիտիմ ֆինանսական միջոցներով քաղաքական ուժերից կարող են ազատագրվել, թե ոչ։ Պետությունը պարտավոր է հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար։ Դա իր ամենասուրբ միլիարդներով չեն գալու պետությունը եւ պետականությունը խարխլեն։ Եվ այսօր ըստ էության մենք տեսնում ենք, որ պետական մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում այս ապօրինությունների դիմաց։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց միլիարդներով անհավասար պայմաններ են ստեղծել քաղաքական ուժերի համար, մի բան, որը պետության կարևորագույն պարտականությունն է, եւ այն ուժերի համար, որոնց համար Հայաստանի պետականությունը, Հայաստանի ինքնիշխանությունը անարժեք բան է։ Մենք խոսում ենք արդարությունից եւ մեր պատկերացումները արդարության ու այդ ուժերի պատկերացումները արդարության մասին։ Տրամագծորեն Նրանք ընդհանրապես չունեն պատկերացում արդարության։ Նրանց արդարությունը անարդարությունն է։ Այո, հետեւաբար այն դատավորները, ում դեմ մենք պայքարում ենք, դրանք իրենց նախընտրած դատավորներն են։ Չի կարող այդ քաղաքական ուժերի հետ լինի համախոհություն այն բարեփոխումների շուրջ արդարադատության եւ դատական համակարգի, որը մենք ենք պատկերացնում։ Այդ մարդիկ եւ այդ դատավորները իրենք նույն զամբյուղի մեջ են եւ նույն քաղաքական հոսանքի մաս են։ Եվ այստեղ ցավոք սրտի պարոն Բաբաջանյան, որքան որ ես հետևում եմ իշխող ուժի ներկայացուցիչների խոսույթին, իրենք ցավոք սրտի հաշտ են այս իրավիճակի հետ եւ հույսը դնում են ժողովրդի իրավագիտակցության կամ քաղաքացիական գիտակցության վրա, որը շատ վտանգավոր մոլորություն է։ Այսինքն դա մոտավորապես նման է նրան, որ ասեն, այո, մենք չենք բռնում ձեզ գայթակղողների ձեռքը, բայց հույս ունենք, որ դուք չեք գայթակղվի։ Այսինքն այստեղ ես կարծում եմ մենք գործ ունենք ավելի շատ այսպես բառախաղի կամ իրավիճակը լրջորեն չընկալելու ֆենոմենի հետ, Եվ այստեղ կներեք, ամեն անգամ գալ եւ ժողովրդի վրա թողնել դրա պատասխանատվությունը, որ այս ուժերին թող ընտրություններին ժողովուրդը նրանց դուրս կվռնդի քաղաքական միջավայրից։ Իսկ որ չվռնդեց, բայց ներողություն։ Բա պետական մարմինները ինչի համար են։ Բա մենք ինչի ենք հարկ տալիս։ Ինչու է ազգային ժողովը որպես քաղաքական կարևորագույն մարմին առասարակ ինչու՞մն է իր գոյության իմաստը։ Եթե այս երևույթների վերաբերյալ քաղաքական գնահատական չի տրվում, քաղաքական լուծումներ չեն տրվում, որպեսզի այս ուժերի ընդհանրապես գոյությունը եւ մասնակցությունը այս կարևորագույն ճակատագրական այս գործընթացներին առասարակ խնդիր դառնա։ Չէ, հետո մի այսպիսի մի բան գրոտեսկային իրավիճակ պատկերացեք։ Եթե ընտրություններով հանցագործները կամ այսպես ասենք պետականությունը ոչնչացնելու պայմանական ասած Կասյանները, Սարգիս Կասյանները, որոնք հենց նպատակ ունեն ոչնչացնել պետությունը, ընտրություններով գալիս են իշխանության։ Մենք խոսելու ենք ժողովրդավարության հաղթանակի մասին, այսինքն ո՞րն է ընդհանրապես ժողովրդավարության նպատակը, արդյոք ժողովրդավարությունը ինքնանպատակ է։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գեյ նպատակը այդ թվում գործող իշխանության ապահովել ֆորմալ քվեարկության օրինականությունը, պրոցեդուրան, այո, առանց բովանդակության, անգամ առանց ուշադրություն դարձնելու, թե ի վերջո ինչպես եւ ում դրդմամբ կամ ինչպիսի գործիքակազմի դրդմամբ է այդ ընտրողը ընդհանրապես մտնում քվեախոց, հա։ Այդ նշանակում է, որ այսօր արդեն ընտրական process-ի մեջ ենք եւ այն երևույթները, որոնք տեղի են ունենում, այս կամ այն կերպ ընտրության օրը ազդելու են մարդկանց տրամադրությունների վրա։ Հետևաբար ընտրությունները հիմա արդեն տեղի են ունենում, որոնց արձանագրումը տեղի ունենալու ընտրության օրը հունիսի 7-ին։ Եվ պետության կարևորագույն պարտականությունն է այսօր
իր մոնիտորինգի տակ պահել եւ ռադարի տակ պահել տեղի ունեցողը։ Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում, միլիարդավոր գումարներ ապօրինի չհայտարարագրված Իհարկե։ մտել են արդեն մեր ընտրական այս գործընթացի մեջ եւ ուրեմն խժռում են մեր պետության հիմքերը ռումբեր են դնում պետության Ես մի քանի անգամ ունեցել նաև խոսելու այն մասին, որ պետական մարմիններն են իրավասու դրանով զբաղվել։ Օրինակ կենտրոնական բանկը ոչ թե միայն վիճակագրական ժամանակ առ ժամանակ վիճակագրական տեղեկատվություն տարածող կամ ինչ որ տնտեսական կանխատեսումներ ունեցող մարմին, այլ ինքը նախ եւ առաջ այդ թվում ֆինանսների մակրության եւ օրինականության երաշխավորող սահմանադրական մարմին է, որը ունի մեծ լիազորություններ այդ թվում բանկային գործարքների վերահսկման առումով։ Իսկ եթե կանխիկովը Կանխիկը իր խնդիրն ունի, բայց մենք ունենք նաև անկանխ իմանալով նաև բանկային համակարգի կառուցվածքը, մենք նաև վստահ չենք, որ այդ թվում անկանխիկով արում։ Իսկ կանխիկի դեպքում մենք ունենք մաքսային ծառայություն, մենք կարող ենք այսպես հերթով գնալ, հա, մենք ունենք ազգային անվտանգության ծառայություն, որը ունի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն։ Դե հիմա ընտրությունների մեջ ներքաշված են մարդիկ, ովքեր տասնյակ հարյուրավոր ընկերություններ ունեն եւ բիզնեսով են զբաղված Հայաստանում։ Որոնց վերաբերյալ տակավին վճիռներ չկան ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ իրենք ասատորեն իրենց ուրեմն փողերը հենց այդտեղից էլ Եվ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը բևեռել, շատ է խոսվում նաեւ, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի նախագահը այդպիսի տեղեկատվություն հրապարակեց վերադարձված գումարների մասին կամ դատախազությունում դատախազության կողմից հարուցված հայցերի մասին հայցի հարուցումը դեռևս չի նշանակում գումարի վերադարձ այն փաստը որ դատախազությունը հայցեր է ներկայացրել դատը նախ դեռ պարզ չէ այդ հայցերի որակը ես ամենայն դեպս արդեն սկսում եմ մոտավորապես ձևավորել մի այսպես պատկերացում է ինձ մոտ ձևավորվում որ դատարանները երբեմն նաև հանիրավի են հարվածի տակ ընկնում։ Ինչու, որովհետև ես վստահ չեմ, որ այդ նույն հայցերը ապօրինի գույքի բռնագանձման մասին եւ նաև քրեական գործերով մեղադրանքները խոտան չեն եւ կամա թե ակամա չեն ձևակերպվել այնպիսի ճշգրտությամբ, որ դատավորները իրոք կարողանան կայացնել այն վճիռը, որը ժողովուրդը սպասում է։ Այսինքն մենք ունենք նաև այսպես վիճակագրական աճպարարություն եւս։ Դատախազությունը կարող է 18 միլիարդ դոլարի հայցել ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման, բայց պետք է հասկանալ իսկ որքանն է վերադարձվել 8 տարվա ընթացքում։ Եվ վերադարձվել է արդյոք թե ոչ։ Այսինքն այստեղ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք եւ այն փաստը միջալով դա էլ բավականին այսպես մեծ բան չունեցավ հանրային աժոտաժ չառաջացրեց որ ամբողջ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը գլխավոր դատախազի հրամանով աշխատակիցները ազատվել են պաշտոնից որևէ մեկին հետաքրքրում է օրինակ դրա պատճառները հետո մենք իմանում ենք որ դատախազներից մեկը նշանակվել է արտադատության նախարարությունում աշխատակազմի ղեկավար այսինքն այս կադրային պերտուրբացիաները ինչով են պայմանավորված եւ ինչպես կարող է ուրեմն հարյուրավոր հայցերի տակ կքած վարչությունը մոտավորապես եթե չեմ սխալվում 1-2 ամիս ընդհանրապես գրեթե առանց աշխատակից էր մնացել բայց քանի որ չկա այն ընդդիմությունը որին դա հետաքրքրի Հակառակը կա անդիմություն, որ ուրախանում է դրանից, այդ վարչությունում ոչ մի համալրում չլինի, ընդհանրապես լավ կլինի, որ այդ համալրումը ընդհանրապես մարդը չլինի այդտեղ, հա, այսինքն մենք ունենք շատ անոմալ իրավիճակ եւ կրկին պետք է նշել, որ խորհրդարանական անգամ այս կռիվ գարմաղալ աղմուկը իրականում կրկին չի խոսում ինստիտուցիոնալ հավասարակշռության մասին։ Դա ուղղակի խոսքի ազատության անսահմանափակ իրացում է առանց որևէ հանրային օգուտի իր տակ։ Վարդան դուք ավակ սերնդի գործիչ եք եւ շատ լավ եք հիշում 97 թվականը երբ պատերազմի ու խաղաղության մասին խոսակցությունները այսօրվա պես շատ ակտիվ էին բնականաբար այլ իրավիճակում Եվ հայտնի դարձավ, որ այդ խոսակցությունը ոչ թե պատերազմի եւ խաղաղության մասին էր, ավելի ճիշտ ոչ այնքան, որքան հենց իշխանության մասին։ Դա այն ժամանակներն էր, երբ հող էր նախապատրաստվում պետական հեղաշրջման համար։ Այդ հեղաշրջումը տեղի ունեցավ, որից հետո էլ տեղի ունեցավ ինքնին հող նախապատրաստվեց ահաբեկչության համար։
եւ նաեւ դրվեցին հիմքերը 20-ամյա կրիմինալ դիկտատուրայի համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ տարրերին, այդ փրթիկներին, որոնք մնացել են, ըստեյության տեսականորեն լիովին օրինական հնարավորություն է տրված վերադառնալու իշխանության եւ պետությունը դա համարում է դե ինչ անենք ժողովրդավարություն է։ Համեցեք։ Սա արդարության հետ կապ ունի, ժողովրդավարության հետ կապ ունի։ Բացարձակ։ Ուրեմն դա շատ ցավոտ հարց է, որտեղ էս քաղաքականության մեջ մի ոսկե կանոն կա՝ ի տարբերություն եկեղեցին ասում է մի դատիր, որ չդատվես։ Եվ ինչ դատով դատում ես, այն դատով քաղաքականության մեջ ասում են դատիր, որ քեզ չդատեն։ Դատիր առանձնապես ծանր հանցանքների մեջ թաղվածներին, թե չէ իրանք քեզ կդատեն։ Ժամանակի չի ասում շահը մորթում է կամ շահին են մորթում։ Բանը Խոստովանը չէ Սաակաշվիլին, ասես Նիկոլա ինձնից ավելի խելացի գտնվեց։ Ես ժամանակին Իվանաշվիլիին չդատեցի, ռուսները դեսանտ ուղարկեցին, ինքը ինձ դատեց։ Էս մի հարցով Նիկոլը ճիշտ էր, որ չբանդարգեն, իրանք դի բանդարգեին։ Չնայած էլի սրվել են, որ բանդարգեն։ Եթե ինքը չբանդարգի այս եղածներին, իրան են բանդարգելու։ Որտեղ այն երկիրը, որտեղ օրենքի գերակայություն չկա, օրենքի դիկտատուրա չկա, ուրեմն հանցագործները վխտում են, ավելի են ակտիվանում։ Հետո հանցագործին, եթե չես պատժում, նոր բաներ է ծնվում, հանցանքներ։ Հիմա բանը պարզ ասես Քոչարյանը, չէ՞։ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, մի ուչասկով գործ է սա։ Այսինքն ամեն ինչ պարզ է, փաստերը ակնհայտ են, բայց մարդիկ ամբողջությամբ չի բացվում գործը։ Ուչաստկովի չունեն։ Ուչաստկովի չունենք, այն բաներին երրորդ էշալոնի մարդիկ դատվում են, բայց գլխավոր հրաման տվողները, կազմակերպիչները աչքի առաջ չեն դատվում։ Հա, եկան մարտի 1-ը, նույն մարտի 1-ը։ Այ մարդ, խստություններ կիրառեք։ Օրենքի ամենավերջի ձևով։ Որ ժողովուրդը տեսնի, որ դատավճիռել կա։ Այո, դատավճիռել կա, որ տեսնի, որ մեր արդարադատությունը գործում է, այս հայերը մի բնավորություն ունեն։ Սրանք չգիտեմ, հենց որտեղ մեր մոտ ստրկատիրական դարաշրջան էլ չի եղել, հայը չի սիրել հային ստրկացնի, էլի։ Հայերը առանց հացի կարան ապրեն, Առանց արդարության չեն կարող ապրեն։ Միանշանակ։ Ինքը միշտ ուզում է արդարություն, արդարադատություն։ Հիմա այդ ճանապարհով պետք է գնանք մենք եւ մեր այս դատական համակարգը, ես շատ ոգևորվեցի այս աղջկան, որ նշանակեցին դատախազ, մտածեցի, որ բանը շատ գրագետ, համարձակ, խիզախ հայուհի է, բայց պետք է դա մինչև վերջ իր խիզախությունն անի, ոչ թե կիսատ պռատ։ Դեռ կիսատ պռատ եթե անում ես, հաշվի թե չես անում։ Այստեղ մի բան եմ ուզում լրացնել, ձեր ասացին պարոն Մալխասյան, ես այնքան էլ կողմ չեմ դատախազի քաղաքական զսպվածության պատրվակով ընդհանրապես որևէ դիրքորոշում չհայտնելուն, այդ թվում ընթացիկ գործերի վերաբերյալ։ Գլխավոր դատախազը այն մարդն է, որը նաև իրականացնում է իրավապահ քաղաքականություն։ Հետևաբար, երբ խորհրդարանում նրան հարցեր են տալիս 90% հարցերին չեմ պատասխանի, որովհետև պետք է զսպվածություն։ Այո, այդտեղ ես կարծում եմ, որ չափից դուրս այսպես ասենք զուսպ է մեր գլխավոր զուսպ եւ էթիկան էլ պետք է ունենա որոշակի չափագրում եւ ընդհանրապես նույնպես պետք է ունենա ինչ որ նպատակ։ Ի վերջո եթե գլխավոր դատախազը դրսևորում է այդ աստիճան քաղաքական զսպվածություն, կարող է նաեւ դատախազների ցուցում տալիս էլ այնքան զուսպ է ցուցում տալիս, որ իրենք չեն հասկանում իրենցից ինչ է ակնկալվում։ Իսկ իրականում ակնկալվում է հստակ արդյունք, ոչ թե ակնկալվում է ուրեմն ուղակի process։ Ձեր ասացի միջազգային այստեղ չափազանց կարևոր է, թե քաղաքական իշխանությունը ինչ պատվեր է իջեցնում։ Դրա համար պիտի ազգային ժողովը օրինակ քաղաքական գնահատական տա երևույթներին, որը կլինի ուղակի զանգ գլխավոր դատախազին գործելու ըստ այդմ։ Ես այստեղ հիշատակեցի հոկտեմբեր 27-ի եւ մարտի 1-ի մասին։ Ես կարող եմ ասել 2019 թվականին ես Նաիրի Հունանյանի հետ հանդիպման ժամանակ ինձ տրվել են անուններ մարդկանց։ Ես դրա մասին խոսել եմ,
ովքեր այսօր քաղաքական դերակատարներ են։ Այո։ Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուները 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձակած միջազգային դատարանի վճռով շատ որոշակի արձանագրված է։ Պետությունը խախտել է մարդու կյանքի իրավունքը։ Օսիպյանին, որ նշանակեցիք Հիմա պետությունը ով է, պետությունը ունի անուն ազգանուն։ Այդ բոլոր անձինք այսօր քաղաքական դերակատարներ են Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Պետությունը Լևիաթանը չի էլի, այսպես ինչ Ռոբերտ Քոչարյան։ Այսինքն այս մարդասպանները, ովքեր այդ ժամանակ մենք բոլորս բանտում էինք, բայց մեր հայրենակիցները խաղաղ ցույցի էին դուրս եկել 0038 հրամանի ուրեմն մասնակիցները, այսօր քաղաքական դերակատարներ են։ Պետությունը այդտեղ անելիք չունի։ Այդ միջազգային դատարանի որոշման վերաբերյալ բա գլխավոր դատախազությունը անելիք չուներ, բա ազգային ժողովը անելիք չուներ։ Առնվազն միջազգային դատարանի այդ որոշման հիման վրա պետությունը չպետք է կախակայեր այդ կուսակցությունների գործունեությունը եւ նրանց արգելեր առաջիկա ընտրություններին, ոչ թե ընտրություններին մասնակցել, այլև որևէ այդ գործողություններում ներգրավված որևէ պաշտոնյայի նախկին գլխավոր դատախազ, քննիչ, դատավոր եւ այլն, ընդհանրապես դրանք պաշտոն զբաղեցնելու իրավունք չպետք է ունենային։ Մինչդեռ այդ իրադարձությունների գլխավոր դատավորը այսօր առաջխաղացում է ունեցել։ Ահվանին բաց չթողին։ Ինչ եմ ասում։ Այդ սա Սահմանադրական դատարանը այստեղ ունի շատ լուրջ գործիքակազմ եւ այդտեղ կառավարությունը պետք է հանդես գա նախաձեռնությամբ եւ սահմանադրական դատարանը այդ հարցը պետք է քննի։ Ի վերջո թե սահմանադրական դատարանում կարծես գոնե առերևույթ իր լրումին է հասել կադրային ռեֆորմը, վերջին նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունից հետո ի վերջո սահմանադրական դատարանը չպետք է ունենա հենց ժողովրդավարության բաստոնի կարգը, բայց իրենք էլ կարող են լեգիտիմ կերպով հակադարձել, իսկ ով է դիմում մեզ, որ մենք էլ քննենք։ Ի վերջո դատարանը չի կարող, այո, ինքը էքս օֆիսիո գործառույթ չունի, իրենք պետք է դիմեն։ Իսկ արդյոք ժամանակը չէ այդ հարցը բարձրացնել։ Ի վերջո մենք ունեինք հակապետական կոալիցիա, որը շուրջ 20 տարի իշխել է Հայաստանի Հանրապետությունում եւ երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի տապալման մասին, ընդ որում այդ եզրը այսպես արմատավորեց մեր քաղաքական խոսույթում հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա քաղաքական խոսույթ չի։ Դա ուղիղ մեղադրանք է, որ ունի իրավական պետք է ունենա իրավական մեղադրանքներ։ Սահմանադրական կարգի տապալումը դա այդպես ասենք բան չի, էլի, այսպես պոետիկ ինչ որ զեղում չի, ոչ էլ ասենք ալեգորիա է, դա շատ որոշակի հաստակազմով գործողություն է, որը ունի հստակ սուբյեկտային վերագրելիություն։ Եվ եթե մենք այդ հարցերին պատասխան չենք տալիս կամ առավոտը խոսում ենք սահմանադրական կարգի տապալումից, երեկոյան թողնում ենք, որպեսզի սահմանադրական կարգը տապալողները լեգիտիմ կերպով մասնակցեն ընտրություններին, եւ ինչպես ասում են, չկա զինվոր ցուցմունք տալու փոխարեն դառնան գեներալ, չկա քվեարկվող կուսակցություն ընտրությունների մասնակցով, որը չմտածի իշխանություն վերցնելու մասին։ Իսկ եթե մենք ազգովի կարող ենք մեր մտքով անգամ անցկացնել նման բան, ուրեմն նշանակում է, որ ժողովրդավարական ուրեմն զարգացումները մեզանում ամենևին արմատավորված չեն եւ ցավոք սրտի կախված են ընդամենը մեկ անձից, վարչապետից, իսկ դա ցույց է տալիս, որ մենք որպես պետություն այդ ինստիտուցիոնալ այս անվտանգության բարձիկները չենք ձևավորել։ Ի վերջո չի կարող իշխանությունը պետության ապագան կախված լինի թեկուզ ամենանվիրյալ, բայց մեկ մարդուց։ Եվ այստեղ ամբողջ խնդիրը ոչ էլ մեկ կուսակցությունից, ոչ էլ մեկ ընտրությունից։ Այո, այո։ Պետական մարմինները եւ քաղաքական միջավայրը պետք է ամբողջությամբ աջակցեն այս օրակարգերին ամեն մեկը յուրովի։ Իշխանությունը իր մասով, ընդդիմությունը իր մասով չեն կարող դրանք իրար հակոտնյալ լինել այդ նպատակի շուրջ։ Մի բան, եթե ամրապնդում է Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը, դրա շուրջ չի կարող լինել անհամաձայնություն։ Մենք ունենք տրամագծորեն իրար մերժող ուրեմն քաղաքական ուժերի այսպես համախումբ, որոնք իրենց պատկերացումներում եւ ինքնիշխանության եւ անկախության եւ ժողովրդավարության վերաբերյալ ունեն ուրեմն իրար հակոտնյա են եւ պատկերացումներում են իրար նույնիսկ մերժում եւ սա իրապես լրջագույն մարտահրավեր է եւ սա խոսում է այն մասին, որ մենք շատ հեռու ենք խաղաղության հաստատման այն
գաղափարից, որը կարող է իրապես արդյունք ստեղծել, որովհետև խաղաղությունը բարեկեցության պիտի վերածվի։ Բարեկեցության հնարավոր է վերածել, եթե ունենք ուրեմն արդարության եւ արդարադատության համապատասխան ուրեմն գործիքակազմ եւ ունենք պետական մարմիններ, ովքեր ուրեմն աջակցում են այդ գործընթացները։ Դե ցավոք սրտի մեզանում այսօր քաղաքականությունը խժռում է բոլոր հնարավոր հանրային տիրույթում գտնվող բոլոր եւ երբեմն սահմանման ապա քաղաքական ինստիտուտները։ Այո։ Կղերը մտել են քաղաքականություն, փաստաբանական ինստիտուտը մտել է քաղաքականության մեջ, կուսակցականության մեջ, բոլորը այսօր դա պետության իմունային համակարգը խժռող եւ քայքայող գործընթաց է։ Չի կարող ի բնե համախմբող ինստիտուտ եկեղեցին ուրեմն բռնել քաղաքական մրցակցության կողմերից մեկին։ Ընդ որում կապ չունի իշխանությանը, ընդդիմությանը, թե երրորդ ինչ որ ուժի։ Այսինքն մեզ մոտ այսօր չափազանց լուրջ եւ մարտահրավերներով լի իրավիճակ է, որը ցավոք սրտի այսօր միմիայն սահմանափակվում է այս Facebook-յան տիրույթում այս բատալյաներով, հա, երևութական մրցապայքարով, դե չէ որ դուք գիտակից եք։ Ասելով որ սա այս ընտրությունները պատմաքաղաքական են, ասելով որ մենք կոնֆլիկտային տրամաբանությամբ սահմանադրություն ենք ունեցել եւ դրա համար պիտի ուրեմն նախաբանից դուրս դնենք հղումը անկախության հռչակագրի, Ղարաբաղյան շարժումը եւ այլն եւ այլն։ Այս բոլորին զուգահեռ ինստիտուցիոնալ կարևոր փոփոխություններ են պետք, որի մասին չենք դադարել 7 տարի առաջ խոսել եւ չենք դադարում այսօր խոսել եւ շատ լավ է որ վարչապետը եւս արձանագրեց վերջապես որ դատական համակարգի խնդիրները շատ ավելի խորն են քան ինքը նույնիսկ կարող էր պատկերացնել իսկ այդ խորությունը գալիս է նույնիսկ նրան որ մենք ըստ էության դատական համակարգում չունենք ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ դատական համակարգ ըստ էության դատական համակարգի մի հատվածը համոզված կարող ենք ասել որ գործում է այս քաղաքական սեգմենտի հետ համախոհությամբ ինչ որտեղ եւ եկեղեցին է որտեղ եւ ընդհանրապես պետության դեմ դիրքավորված այս ռուսական ամբողջ եւ ցավոք սրտի վարչապետի շուրջ հավաքված իրավաբանների միստվար զանգված չկարողացան պետք է դա արձանագրել սպասարկել վարչապետի կողմից դրված բարձր քաղաքական նշաձողը, որովհետև քաղաքական իշխանության պարտականությունը ավարտվում է օրակարգի ձևավորմամբ։ Ներքևի դրանք բոլորը հեղափոխականներ չէին, դրանք բոլորը պրոֆեսիոնալներ էին, ում համար հեղափոխական մեթոդները ուղղակի անընդունելի էին։ Ես այդ շրջանում գոնե ազգային ժողովում եմ եղել եւ իմ քննարկումները ամբողջ գալիս հանգում էին դրան կհիշեք Բադասյան Փաշինյան մի այսպիսի լայվի ժամանակ խոսում էին որ ոչ միսը շատ եփի ոչ էլ հում մնա այս լուծմանն են գալիս դատական ռեֆորմի արդյունքը հիմա տեսնում իրականում ես կարծում եմ որ պետության համար աշխատող փաստաբանները իրավաբանները ավելի ճիշտ, այսինքն ովքեր նախարարի պաշտոն են զբաղեցնում, ովքեր դատախազի պաշտոն են զբաղեցնում եւ այլն։ Իրենք ինչ որ մի կորպորատիվ իրավաբան չեն կամ փաստաբան չեն, որոնք միայն մեկնաբանում են օրենք, չէ՞ որ իրենք ունեն նաեւ օրենքը իրավական իրականությունը փոխելու եւ առաքելություն եւ սահմանադրական գործիքակազմ։ Դու չես կարող վարչապետին ասել հնարավոր չէ։ Դու պետք է ցույց տաս թե ինչպես անել որ դառնա հնարավոր։ Այսինքն կամ դու քո լիազորությունների ձեռքը կրակես եկել եւ չգիտես ինչպես անել այդ դեպքում դա քո տեղը չէ, բայց ավելի վատ եթե դու ուղղակի խափում ես վարչապետին եւ փորձը ցույց է տալիս, որ ամենայն դեպս օրինակ ներկայիս համանadrական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանն եւ Գագիկ Ջահանգիրյանը ժամանակին հեղինակել էին վեթինգի մասին օրինագիծը, որը մնաց վերաբերյալ համոզում կար գործող մեծամասնության մոտ, որ համանadrական
խոչընդոտ կա վեթինգ Որ իրականացնելու, ընդհանրապես չկա, որ այո։ այդպեսի չկա, եւ Ջանգիրյանը եւ Խաչատուրյանը ապացուցեցին, որ չկա այդպեսի խոչընդոտ, մենք իհարկե աջակցեցինք, Բայց ցավոք սրտի այդտեղ իշխանական մյուս սեգմենտի իրավաբանները թերևս ասացին դուք ճիշտ եք, բայց մենք շատ ենք։ Հետևաբար դուք ձեր պետք է սուս մնա։ Ներողություն, իսկ դատավորներին հնարավոր է դարձնել անկաշար։ Հայաստանում հնարավոր բան է, որ դատավորը կաշառ չվերցնի։ Դե նախ եւ առաջ դու պետք է ամբողջական վերանայում իրականացնես դատական համակարգի, ով որ մեկ անգամ Հոգեբանությունը փոխվել է դատավորների։ այսպես ասեմ, Ոնց որ գայլը, եթե սովորա պետք է ոչխարը գողանատանի հետո ինստիտուցիոնալ իրականությունը ցավոք սրտի մեզանում այնպեսին է, որ ես չեմ կարող վստահաբար ասել, որ եթե նույնիսկ հիմա չեն վերցնում, դա կրկին կապված է մեկ մարդուց, Հիմա չեն վերցնում։ քաղաքական ուժից։ հիմա չեն վերցնում։ վերցնում են։ Համենայն դեպս վերցնում են շատ ավելի Զգուշ եւ մեծ չափելի։ եւ ավելի ինտելեկտուալ մեթոդների կիրառում։ Ապրես։ Բայց դրա համար մեր գործերը չի ստացվում։ Հիմա տեսեք էլի։ Բայց նույնիսկ եթե չեն վերցնում, մեր ինստիտուցիոնալ իրականությունը այն աստիճան արմատապես չի փոխվել, պարոն Մալխաչյան, որ խոսենք այն մասին, որ 20 տարուց հետո էլ մենք կունենանք այդ նույն, այսպես ասենք, բաները նվաճումները կպահպանեն իրենց կենսունակությունը։ Բայց խնդիրը դատավորները չեն եւ խնդիրը Հայաստանը չի։ Ինստիտուցիոնալ Խնդիրը քաղաքական կամքն է։ Մենք ուզում ենք անշրջելի դատական նորմալ համակարգ ունենալ, թե ոչ։ Մենք այդպիսի խնդիր չենք դրել։ Մենք այդ խնդիրը մենք հայտարարել ենք, որ ուզում ենք, բայց այդ ուղղությամբ որևէ գործուն չենք իրականացրել, վիրահատական միջոցներ չենք գործադրել, բան նախարարները մեկը մյուսի հետևից ինձ ասում էին, դե պարոն Բաբաջան, մի քիչ էլ սպասեք, հեսա մի քիչ էլ կանենք, այսքանն էլ անենք, հերիք էլ դրանց արդյունքը հեսա։ Ուրեմն Թե հետո դատավորները կներեք գնում էին թոշակի, այդ մարդկանց էլ էին հաշվում, որ շատ կարկառուն, այսպես չակերտավոր կարկառուններ, երբ որ թոշակ էին գնում, իրենց համակարգից դուրս գալն էլ էին քանակ հաշվում, որ այսքան մարդ ազատվեց համակարգից։ Ռեֆորմի արդյունք, որ մարդը ի վերջո պետք է դառնա 65 տարեկան։ Ես կոմունիստների իշխանության ժամանակ եմ սովորել համալսարանում իրավաբանը։ Այսինքն Լենինին միշտ ես համարել եմ հայ ժողովրդի համար 1 թշնամին, համար 1, Այո։ ոչ թե երկրորդ։ Դե մարդկության, Մարդկության հատկապես հայ ժողովրդի համար 1։ Բայց մեզ ստիպում էին, որ Լենինից սովորենք, էլի։ Հիմա Լենինը ինչ ասել։ Ասել է կաշառքը քայքայում է պետության հիմքերը, որտեղ կա կաշառք, այնտեղ քաղաքականության մասին խոսք դինել չի կարող։ Իմացավ որպես ստեղծարարության մասին խոսք լինել։ Հիմա հաջողվում է այս իշխանություններին կաշառքը հիմնավորապես արմատախիլանել։ Կարող է համակարգային կաշառք չկա, ես բան չունեմ ասելու, ասենք բուրգի նման որ գնում է վերև չկա, բայց վերցնում են եւ շատ գործեր այսօր դատարաններում ձախողվում են հենց այդ փողի կաշառքի պատճառով։ Ասում է հերս հարուստ լեզվի տասատու էր, ասում է բարարանում սխալ է գրված կաշառքի բացատրությունը։ Դե պետք է գրեն կաշառք չնախատեսված դրամական վարձատրություն, որ մութ տեղը լույս է տալիս։ Հիմա այդ մութ տեղը լույս տվող հանգամանքներ կան։ Բերում են, գործեր կա փլվում են, դիտավորյալ բան են անում, վաղեմուջան ձգձգում են, որ ժամկետ անցնի, հետո բան անեն կիրառեն, այդ բոլորը հայտնի է։ Հատուկ ծառայությունները ինչ-որ դեպքեր բռնում են, բայց բռնում են հատուկ են դեպքեր։ Մնացածը քրեադատավարական օրենսդրությունն է բավականին այնպիսի դիզայն ունի, որ այսօր հանցագործ լինելը բավականին անշար, երբեմն նաև շահավետ, ուրեմն գործ է եւ այդ թվում ժամկետների աճպարարությունը, դա էլ ասեմ 2021 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքով լավ հիմքեր է ստեղծված, որ այդ վաղեմության ժամկետների աճպարարությունը տեղի ունենա։ Կիրառում են, իրանք գիտեն, մանիպուլյացիաներ են անում, հանցագործին ազատում են, ասում են վաղեմության ժամկետն անցավ, հետո ինչ է որ պետք է գնանք այդպես։ Փաստորեն հեղափոխությունը, Թավշյա հեղափոխությունը վերջ դրեց պետության զավթմանը մի բանի, որը որպես այդպիսին մինչ օրս ճանաչված չի։ Չկա որևէ փաստաթուղթ նույնիսկ հռչակագրային, ըստ որի պետությունը 20 տարի եղել է զավթված
կազմակերպված քրեական խմբավորման կողմից եւ վերածված հանցագործությունների գործիքի, որից մեկն էր մարտի 1-ն էր, որի հետ կապված մեր պետությունն այդպես էլ չկարողացավ իր դատավճիռն արձակի եւ դա արեց մեր պետության փոխարեն մարդու իրավունքների եվրոպական դատարանը փոխանցելով մեր պետությանը եւ պետությունը մինչեւ հիմա որ պետությունը այդքան տարի 17 տարի անգործ ա եղել եւ անպիտան հետո այդտեղ մեկը դուք ասում եք պետությունը զավթված ա եղել դրա մեջ մենք նկատի ունենք չէ եւ դատական համակարգ եւ դատախազություն այսինքն այդ ամբողջ պետական համակարգը սպասարկել ա զավթված այդ զավթմանը պետության Հետո այնտեղ ընդդիմությունից մի կարկառում կար, ասում էր, այդ ես չեմ ասում, ինքը այն ժամանակ գլխավոր շտաբի պետներ ասեց, այդ ես չեմ ասում, ով ասել որ պետությունը ես եմ, այդ պետությունն է մեղավոր, ես պետություն չէ։ Եվ փաստորեն հիմա այդ պետության զավթիչները այսօր փորձում են ժողովրդավարական մեխանիզմների վրա պարազիտանալ, իրականացնել իշխանական ռևանշ ժողովրդավարությունը թաղելու համար եւ վերականգնել ավտորիտար կառավարումը Հայաստանում։ Զավթել իշխանությունը։ Ժողովրդի իշխանությունը զավթել։ Իսկ պետությունը սա համարում է լեգիտիմ քաղաքական պայքար։ Այո, եւ դրանց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Արման ես մի հավելում ունեմ ձեր ասածին Ուրեմն մեր այս ընտրական օրենսգիրքը շատ բաներ ունի, խութեր ունի եւ ժողովրդի մեծ մասը պատկերացում էլ չունի ընտրական օրենսգիրքի մասին։ Այսինքն մի պարզ բան կա, օրենք կա, որ ազգային ժողովը բացի մի հաղթող կուսակցությունից առնվազն երկու կուսակցություն են, եթե չի անցել ոչ մեկը Պետք է օրենքի ուժով քաշեն, դրեն ազգային ժողով։ Պատիվ ունեմ է այդպես մտավ։ Պատիվ ունեմ է ձևի մտավ։ Այս մասին ես ուզում եմ ժողովրդին մի քանի անգամ միշտ ասել, որ տեսեք, սրանցից հոգնել եք, շատերից զզվել եք, չեք ուզում ոչ երեսները տեսնեք, ոչ ձայները լսեք։ Բայց եթե դուք այս ընտրությանը խելացի չմոտենաք, հանգարց նորից գայթակղվեք այս օլիգարխի փողերով, գնաք դրանց ընտրեք նախ ինքը չի հայտնվի այնտեղ, այնտեղ Պուտինն է որոշում, Քոչարյանն է նորից հայտնվելու իր բանդայով, նույն դեմքերով, եւ դրանք քաոսի են վերածելու մեր կյանքը, մեր ազգային ժողովը։ Դրա համար պետք է ժողովրդի խելացի գիտագից հատվածը, պետք է սա շատ մեծ կարևորություն տա, որ ենթադրենք թե, ասենք Փաշինյանը հա շատ ձեն հավաքեց, անցավ ազգային ժողով, բայց երկու ուժով են, ովքեր են որ կառուցողական ընդդիմություն պետք է լինեն, նրանք չեն գնում Փաշինյանին տապալելու, գնում են երկիրը ավելի լավ օրենքներ մշակեն, որ երկիրն ավելի առաջ գնա։ Եթե սխալներ անի Փաշինյանը, կմեղադրեն, սխալներ չանի, իրեն կաջակցեն։ Այս սա մասին պետք է ժողովուրդը այսօր մի քիչ մտածի։ Հասան շատ կարևոր բան եք ասում։ Պապոպիրարման Ընդդիմության փոփոխությունը եւ ընդդիմափոխությունը այսօր հրամայական է։ Ըստ էության ընդդիմությունն է պայմանավորում նաև իշխանության որակը։ Իշխանության պարազիտանալը մեծապես ընդդիմության անգործության հետևանք է։ Կունենաս լավ ընդդիմություն, հաստատապես կունենաս մի քանի անգամ ավելի լավ աշխատող իշխանություն, որը հաշվետվություն, որը թափանցիկություն եւ որակյալ աշխատանք կպահանջի իշխանությունից։ Չենք ունենա այդ ընդդիմությունը։ Ամեն հաջորդ օրը իշխանությունը ավելի անորակ ու ավելի պարազիտա դառնալու ու սա համաշխարհային օրինաչափություն է։ շատ մարդկային օրինաչափություն։ Դա իրավական համակարգից ես այսպես զուտ on the spot այսպես ասած մի քանի հարցեր բարձրացրեցի, ինչը որ օրինակի համար ընդդիմությունը կարող է եւ իրական ընդդիմությունը կարող է եւ պետք է հնչեցնել խորհրդարանով, որը բնականաբար չի լինի, եթե չլինի իրական պետականամետ ընդդիմություն։ Իսկ եթե այս հարցերը չեն հնչում, իշխանությունն էլ երբևէ պարտավոր չի այս հարցերը բարձրացնել եւ ընդհանրապես պատասխաններ գործառույթը դա է։ Պատասխաններ կա։ Չկա որևէ իշխանություն, սկսած ԱՄՆ-ից վերջացած որևէ ժողովրդավարական երկրում, ով որ եթե չունենա իր կոնտրակտին շնչող իրական հակակշիռ ընդդիմություն, որպեսզի նա անի ավելին, քան իրենից այդ պահին
պահանջվում է։ Ինչպես ասում էր Չերչիլը, ժողովրդավարությունը դա այն կառավարման ձևն է, եւ որտեղ վատ մարդիկ անում են լավ գործեր։ Իսկ դա հենց է դրա այս ընդդիմության մասին։ Էլի մի շատ խելացի մարդ ասե, սխալը դասողն ու բացահայտողը անհամեմատ ավելի օգտակար է, իհարկե, քան թե դրանք քողարկողը։ Այն ընդդիմության դերը սրա մեջ է, որ սխալը ասի, բացահայտի եւ ճիշտ լուծումներ առաջարկի։ բայց նաեւ ընդդիմությունը պետք է հասկանա ինչն է ճիշտ եւ ինչը սխալ։ Այս ընդդիմությունը ճշտի ողջախոհությունը սրա վրա բոլորովին այլ պատկերացումներ եւ ընկալումներ ունի։ Այստեղ է մեր հիմնարար տարբերությունը։ Այո։ Շատ շնորհակալ եմ, պարոնայք, շնորհակալություն Արտաշես, Վարդան, Արման։ Այսօր այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մենք առաջիկայում էլ կշարունակենք այս քննարկումների շարքը մեր պետությանը, հասարակությանը, քաղաքականությանը վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ այս նախընտրական միջավայրում։ Մինչ նոր հանդիպում, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։